Բաքվի պետական մակարդակով հայատյացության քարոզի դեմն առնելու նպատակով Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հակազդման մեխանիզմներ է մշակում, շուտով զեկույցը պատրաստ կլինի։ Մեր սփյուռքյան գործընկերների հետ համագործակցությամբ հիմա աշխատում ենք հատուկ զեկույցի վրա։ 2016-ին Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հիմնական ուղղությունը պայմանավորված էր ապրիլյան պատերազմով, ամենածավալուն եւ տարբեր աղբյուրներով հիմնավորված զեկույցը պաշտպանը հենց թալիշում ներկայացրեց։ Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինուժը մարդու իրավունքների խախտումներ է թույլ տվել, որոնք ցեղասպանության տարրեր են պարունակել։ Human Rights-ն էլ իր զեկույցում նաեւ Արցախի օմբուդսմանի հենց այդ զեկույցին է հղում արել։ Անցումային պետությունների վերաբերյալ զեկույցներից մեկում, Հայաստանի վերաբերյալ զեկույցում տվյալ դեպքում անդրադարձ էր կատարվել մեր զեկույցին, հղում էր կատարվել։ Մարդու իրավունքների պաշտպանին դիմել է նաև սոցիալական ապահովության, ազատ տեղաշարժվելու, քաղաքացիության, կրթության եւ այլ իրավունքների հարցերով։ Դիմումների 16%-ը վերաբերել է աշխատանքային իրավունքին։ Այստեղ մենք իրազեկման աշխատանքների անհրաժեշտություն տեսնում ենք եւ անկեղծ ասած արդեն սկսել ենք նախնական կոնսուլտացիաներ մասնագետների հետ։ Պաշտպանին ուղղված դիմումների 22%-ը Ստեփանակերտից է։ Ռուբեն Մելիքյանը նախատեսում է գրասենյակի աշխատանքը ակտիվացնել նաև շրջկենտրոններում խնդիրներին տեղում ծանոթանալու համար։ Նորայր Հովսեփյան, Աշոտ Գասպարյան, ժամը լրատվական։